Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները լարվում են ու ել ավելի հետաքրքիր են դառնում։ Այսքան տարիներ անց վերջապես Նարեի հորաքույրը Լալլան վերադառնում է իր հետ բերելով մեծ գաղտնիքներ և իհարկե, որոնք շատ շուտով պատրաստվում են բացահայտվել։ Գաղտնիքների բացահայտումները ոչ մի բան չեն խոստանում ոչ Հայկի ընտանիքի, ոչ Նարեի ընտանիքի համար, քանի որ երկու դեպքում էլ տուժողը Նարեն է լինելու։ Հեռուստադիտողներին արդեն պարզ դարձավ, որ Հայկը Նարեին կարելի է ասել ամուսնության առաջարկություն արեց, իսկ Նարեն մեծ սիրով ընդունեց, չգիտակցելով դրա հետևանքները։ Ինչ է լինելու ընդամենը օրեր անց, երբ Հայկն իմանա այն ճշմարտությունը, որից Նարեն վախենում է ամենաշատը։ Օղակը սեղմվում է, Հայկը ստանում է նամակներ, որ դեռ չգիտի իր հոր պատմության մասին։ Լալան այստեղ է, Արմոն գիտի այն ճշմարտությունը, որը պետք է Քաջիկը իր հետ գերեզման տաներ, բայց այդ ճշմարտության մասին գիտեն արդեն մեկից ավելի մարդիկ, իսկ դա նշանակում է, որ դա այլևս գաղտնիք չէ և շատ շուտով բոլորն այդ մասին իմանալու են։ Հատկապես Արմոն, երբ որ պարզի, որ Հայկը ամուսնության առաջարկություն է արել Նարեին։ Իհարկե ամուսնության առաջարկություն դժվար է ասել, բայց գոնե իրենց հարաբերությունները փորձել են նոր ուղու վրա դնել։ Նա չի կարող հանդուրժել Նարեին Հայկի կողքը տեսնելով։ Նա ամեն ինչ անելու է, որպեսզի Հայկն իմանա ճշմարտությունը ու ինքը Նարեից հեռանա։ Բնականաբար բոլորն էլ հասկանում են, որ Հայկը հիմա Սաքոյի երեխաներին չի մեղադրում, որովհետև կարծում է, որ նրանք ոչնչով մեղավոր չեն։ Բայց երբ որ իմանա, որ իր հորը, ում այսքան տարիներ նա մեղադրել է իրենց մենակ թողնելու համար, մահացել է Սաքոյի թեթև ձեռքով, ապա ոչ մի բան նրան չի խանգարի, որպեսզի նա ատի ոչ միայն Սաքոյին, այլ նաև նրա ընտանիքի անդամներին։ Սաքոն իր մեղքերի ծանրության տակ արդեն մեկուսացել է ու իրեն տվել խմիչքի, որը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Սաքոն չի կարողանում ապրել, քանի որ հասկանում է, որ այն ինչ արել է, մարդկային մտածողության սահմաններից դուրս է։ Ու եթե մոտ ժամանակներում նա պարզի նաև, որ քույրը վերադարձել է իր հետ բերելով գաղտնիքներ, նա ամեն ինչ անելու է, որպեսզի քրոջ կյանքն իսկական դժոխք դառնա, բայց քույրը վերադարձել է վճռական, ոչ թե այն խեղճ զոհը, այլ եկել է ապացուցելու, որ առանց եղբոր աջակցության էլ նա կարողացել է ոտքի կանգնել։ Իհարկե Լալան իր հետ բերել է շատ գաղտնիքներ, թե ում հետ է եղել ամուսնացած և ինչու իրենից խլել են իր երեխային։ Բայց մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել այս հեռուստասերիալում որ դերասանին կամ դերասանուհուն եք ամենաշատը հավանում և որ դերասանի կամ դերասանուհու մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ ամենահետաքրքիր գաղտնիքները մենք ձեզ կբացահայտենք շատ շուտով։ Հայկը վերադարձավ տուն ու տեսավ, որ Միքոն քնած չէ, համարյա լուսաբաց է ու Միքոյին տանջում է մի հարց։ Նա կարծում է, որ Սոնան իրենց խաբում է։ Բնականաբար այս կասկածները հենց այնպես չեն ծնվել։ Դա Միքոյի մոտ առաջացրել է ինչպես միշտ Արմոն։ Արմոն նրան ասել է, որ Սոնան մշտապես Վռամի կողքին է։ Միքոն հասկանում է, որ Սոնան փոքր երեխա չէ ու նրան չեն կարող փակի տակ պահել կամ արգելել շփվել Վռամի հետ ու ոչինչ հնարավոր չէ անել։ Հայկը Նարեի հետ հարաբերությունները պարզելուց ու իրեն երջանիկ զգալուց հետո փորձում է օգնել նաև Սոնային, ասելով, որ Սաքոյի երեխաները ոչ մի բանում մեղավոր չեն։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ շատ շուտով այս իրադարձությունները փոխվելու են և ի վնաս բոլորի։ Սոնան չի ուզում ընդունել, որ Վռամն իր ընտանիքի թշնամին է։ Նա ամեն ինչ անելու է, որպեսզի մշտապես լինի Վռամի կողքին ու նրան աջակցի, հատկապես հիմա, երբ Վռամն ունի նրա օգնության ու աջակցության կարիքը։
Դե ինչ, ամենահետաքրքիրն է առջևում, սպասենք, թե Արմոն ինչ նոր ծրագրեր ունի այս ամենի հետ կապված, ինչ է որոշել անել, ինչու է որոշել այս ամենը դեռ գաղտնի պահել և երբ է բացահայտելու իր իմացածը, չէ որ նա այդ գաղտնիքը հենց այնպես չի օգտագործելու, նա իր շահերի համար բոլորին ու ամեն ինչ է օգտագործելու և այս գաղտնիքը ևս բացառություն չէ, այնպես որ սպասում է նա հարմար առիթի, որպեսզի այս գաղտնիքը բացահայտվի բոլորի համար, իսկ թե ինչ է լինելու այս գաղտնիքի բացահայտումից, կարծում եմ բոլորին էլ պարզ է, այնպես որ քիչ է մնացել հորաքրոջ վերադարձին։ Իսկ Նոնա Սաֆարյանն ինչպես միշտ փայլում է իր արտաքինով և իհարկե իր դերասանական խաղով։ Արդյոք Նոնա Սաֆարյանը պետք է լիներ հեռուստասերիալի գլխավոր դերում, հեռուստադիտողների մեծ մասը կարծում էր, որ Նոնա Սաֆարյանն է պետք է լիներ հենց գլխավոր կերպարով, բայց սպասենք նոր իրադարձությունների, տեսնենք, թե ինչպես են զարգանում հորաքրոջ կերպարի հետագա ընթացքը։